Բարև ձեզ ժողովուրդ ջան, երեք Արարատում տեղի ունեցավ Ծառուկյան Գագիկի քարոզարշավը։ Ուրեմն ես շեշտում եմ Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը, քանի որ Նիկոլ Հրեշը, Նիկոլ Արյունացուցը բոլորին ում նայմա գիտեն բոլորը Փոթանջան են։ Ծառուկյանը Գագիկ Ծառուկյանա, Գագիկ Փոթանջան չի։ Նիկոլ այ Խուժան, այ Մուրհանող, երեք ես մի բան տեսա Արարատում, արարատիների ցավը տանեմ, այնքան ժողովուրդ կար Նիկոլ, որ քո քարոզարշավի ժամանակ այդքան չկար, էլ չխոսամ քո այն չդի, դավալեցի այն չդի քարոզարշավի ժամանակ, քանի որ նախ դու 8 տարի քարոզարշավը սանում, եկե չես եկե քոնը քարոզարշավա, ուրիշ բան չկա, խաբեբայություն, սուտասանություն, քարոզարշավ, ուրեմն ինչ համար էին արարատիկ հավաքվել, այն որ դու ասել էիր, որ հեսա ցեմենտի գործանը գողանում եմ, խլում եմ, պետականացնում եմ, դու այ Խուժան, նույն բանվորը ընդեղ աշխատելու է, նույն փողը ստանալու է, այն մնացածը դու ես ուզում լափես, այսինքն դու աշխատողի համար հեչ միևնույն է, բայց Արարատին երեք ցույց տվեց, որ ինքը ապերախտ չի, ուրացող չի, Ծառուկյանի հետ աշխատել են տարիներ շարունակ ընտանիք են պահել եւ կանգնեցին կողքը։ Դե հիմա ասա Նիկոլ, Վանաձորում ցեմենտի գործարան կա։ Վանաձորում էլ հոտ չկա։ Տեսար ինչ ժողովուրդ էր հավաքվել Վանաձորում նույն Ծառուկյանի քարոզարշավի ժամանակ։ Տնաշեն, դու եկե չես եկե քոնը անընդհատ ասել եմ, հիմա էլ եմ ասում, քարոզարշավ, խաբեբայություն, ուրիշ ոչ մի բան։ Եթե դու այդքան ազնիվ մարդ ես, ազնիվ ղեկավար ես, ինչա դու օրենքով պիտի ապրիլի 7-ից նոր քարոզարշավ իրականացնեին։ Դու մինչև այդ մի տարի առաջ արդեն իսկ քարոզարշավ էր անում։ Ընդ որում, ուր որ գնում ես, տեսնում ես, որ ժողովուրդը քիչ է, հաջորդ անգամ պարտադրում ես ժողովուրդ բերել։ Դու ինքդ մի անգամ խոսացիր, նույն դեմքերն են, նույն մարդիկն են։ Դու ինքդ զգացել ես, որ բերովի են բոլորը քո համար։ Ես մի բան կարող եմ ասել, որ ես այնքան ուրախացա, որ նույն ասենք արարատիները հասկացել են, որ Նիկոլ քո հետ ճանապարհ չկա։ Այսինքն ոչ մեկ չի ուզում մոտ 8 տարիներ, ոչ մեկ։ Ինչքան ուզում, գիտեք ինչ եմ զարմանում, մի քանի քպեական խուժաններ սկսել են քլնգել Լուկաշենկոին։ Ինչ էր ասում Լուկաշենկոն։ Ասում է Նիկոլ, քո ժողովրդին ուր ես խաբում։ Այդ խողովակը, այդ գազը հովեդրոյով չես բերելու, արա։ Էժան գազա ճարե, որտեղ է ճարե։ Մարդամեկն էլ անունը չեմ էլ ուզում տամ այդ Խուժանի, դեմքը նայում եմ, զզվում եմ, թե այո կա էժան գազ ենք առնելու, գազը խողովակով, այդ խողովակը որս եք առնելու, խողովակը ինքը թանկ հաճույք է, միլիարդներ է պետք, ուրեմն ինչքան շունշանգյալ կա, նիկոլական լբրստուրուն տականքներ, սկսած մի եզը կա, Հարություն Մկրչյանը ինչ զրտուզի բիլա, այդ պծնքոդը սկսել է, Պուտին քննադատել, Լուկաշենկո քննադատել, այդ ինչ անդաստիրակներ եք, արա, այդ ինչ անդաստիրակներ եք։ Ուրեմն Աշնանը երկու ամիս հետո ժողովուրդ ջան, եթե մենք չունենանք էլ ոչ մի տեսակի, ասենք ամեն ինչ կյանքում արտադրություն, առևտուր, ամեն ինչ կախված է գազից, ինչը մեզ չեն վախեցնում, մեզ ասում են պարզ իրականությունը, պարզ ճշմարտությունը, եկեք հասկանանք էլի, հիմա ես ասենք կոչ անեմ, ես չեմ ուզում կոչ անեմ, ընտրել այս ինչին, այն ինչին, ինչա, պետք է ընտրեք Նիկոլին, մեր ազգը էլ չի ընտրելու քեզ է, արա, այնքան խելացի է մեր ազգը, որ կոչ անելու կարիք չկա, ուրեմն, ուրեմն տեսեք հերթական սուտը ժողովուրդ,
170 միլիոն եվրո ներդրել է զենքերը արտադրում եւ այդ զենքերը հարուստ երկրների է վաճառում Նիկոլը ու երեք լսում էին Հայրազ Զորաբյանից 170 միլիոն դոլար դնողը մի անգամից բյուջեում 170 միլիոն ճեղքված կա տվել դիմելա նորից Եվրոպային 170 միլիոն եվրո ճեղքվածքը փակելու համար այդ 10,000 դրամները տվիր այդ երեք ճեղքվածքը չզարմանաք ժողովուրդ ջան վաղդել էսի կանելու հայդարար հիշում եք չէ էսի որ եկավ Սառնարանի գործարան բացեց լվասկի մեքենայի գործարան բացեց սեպու ավտոմեքենան եթե վաղը հայտարարի որ Եվրոպայում Ուրսուլա ֆոն դեր Լայն Կայա Կալաս Մակրոնը բոլորը պատտվում են հայկական սեպու ավտոմեքենայով չզարմանաք այդ մարդը էդել ասելու ժողովուրդ կհավատաք հերթով տանում ամփոփելով մի բան կա ժողովուրդ ջան 8 տարի այդքան խապնվել գլի տնաշեններ եկեք չմեղադրենք ոչ մեկին մարդը եկել է թալանի համար ընդ որում որին անում ես տգետ գող անգրագետ ապիկար եզերի մեկն են մարդը դրա համար է եկել չտեսին տղայա ծնվում ուրախությունից եղա չեղածը պոգմա հիմա սրանցն է բա այս չտեսները ինչ պետք է անեն կներեք ժողովուրդ ջան ես ուզում եմ ասեմ խորհուրդ պետք չի տալ այն ուժերը որ հաստատ միայն ռուսամետություն որն է ես օրինակ Ռուսաստանում ապրել եմ 35 տարի ես այդ ազգից վատ բան չեմ տեսել չի եղել մի պահ որ դու զգաս որ ռուսի չորտն ես նման բան գոյություն չի ունեցել հերիքա մենք պետք է կարողանանք մեր փոքր Հայաստանը պահենք եւ եթե հանգարց այս խուժան տգետը իր այդ մնացած շունուկ շանգյալներով ինչ որ ձայներ հավաքեն եկեք ոչ մեկին չմեղադրենք միանշանակ Նիկոլ չպետք է ընտրվի հա մի բան էլ ասեմ օրինակ տեսեք ինչքան հրու հնազանդ են այս կոչված տականքները 53 միլիոն դոլար 20.7 միլիարդ դոլար դրամ Արամին փող ասավ Արամ Սարգսյանին պլյուս 53 միլիոն դոլար Զուլարանի համար նույն Արամ Սարգսյանին այդ ինչ փող էր ուրեմն ուշադիր լսեցեք արա էլ այս ազգը դες չի խապնվել ունենք 3 ուժ 3-ը 7-ը եւ 17-ը ես անձամբ կոչ եմ անում չկորցնել Հայաստանը վերջ Նիկոլը Հայաստան կորցնող է կներեք